Տղաներ եւ աղջիկներ, տիկնայք եւ պարոնայք, այսօր առաջին անգամ ես փորձում եմ կենթանակերպի 12 նշանների կանխատեսում անել հորար քարտեզի, հիշեցնեմ, հորար քարտեզի միջոցով։ Ես երբևիցե չեմ տեսել որևիցե մեկին, որ միացնի հորար քարտեզ եւ անի կենթանակերպի նշանի համար կանխատեսում։ Եղել են աստղագիտական կամ աստղաբանական կանխատեսումներ, բայց ոչ հորար քարտեզում։ Եվ հիշեցնեմ, որ Հայաստանում ես դեռ չեմ տեսել որևիցե մեկին, որ աշխատի հորար քարտեզով։ Աստղաբանությամբ, աստղագիտությամբ աշխատել են, նատալ կարտեր են ուսումնասիրել, տարբեր տեսակի մոտեցումներ են ցուցաբերել, բացի հորար քարտեզից։ Այդ դեպքում մենք գնացինք քարտեզի վերցանմանը, հարգելի խոհեր, կենտրոնացեք, սա ձեր քարտեզն է, եւ ես տեսնեմ, թե ինչպիսին կլինի, հարգելի խոհեր, ձեր համար օգոստոս ամիսը։ Ուրեմն դուք գտնվում եք քարտեզում 6-րդ տանը։ Սա նշանակում է, որ օգոստոս ամսին բոլոր խոհերի համար առաջնային պլան են մղվելու աշխատանքային հոգսերը, առօրյա պարտականությունները եւ առողջության հետ կապված հարցերը։ Դուք ստիպված եք լինելու շատ աշխատել կամ զբաղվել կենցաղային հարցերով։ Ձեր կառավարիչը Մարսի դիրքը 8-րդ տանն է։ Խոհերի մոլորակը Մարսը գտնվում է 8-րդ տանը։ Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ձեր ամիսը հանգիստ չի լինելու։ Սա ցույց է տալիս ընդհանուր ճգնաժամային ֆոն, լարվածություն կամ ֆինանսական մեծ պարտավորվածություններ, վարկեր, հարկեր, գումարային հարցեր, կապված նույնիսկ սիրային հարցերի հետ։ Ձեր հուզական ֆոնը Մարսի քառակուսին, Լուսնի եւ Վեներայի հետ հուշում է, որ դուք օգոստոսին լինելու եք անհամբեր, էմոցիոնալ եւ հեշտ բորբոքվող, ինչը կարող է բերել աշխատանքում վեճերի։ Ձեր համար ամենալարված օրերը օգոստոս ամսին, հարգելի խոհեր, լինելու են, քանի որ Մարսը երկօրյակներում է գտնվում, Վեներա եւ Լուսին միացման 22 աստիճանում, ուրեմն իրենց մեջ առկա է 2 աստիճանի տարբերություն։ Մարսը շարժվում է օրական մոտ 0,5-0,7 աստիճան։ Այս լարված քառակուսի ասպեկտը լիարժեք կճշգրտվի ուրեմն օգոստոսի սկզբին։ Ձեր համար վտանգավոր օրեր են օգոստոսի 1-ը, 5-ը։ Սա էմոցիոնալ փուլն է, դուք կարող եք զգալ ուժեղ ներքին ճնշում, կոնֆլիկտներ աշխատավայրում կամ առողջական գերհոգնածություն եւ թուլություն։ Եվ օգոստոսի 15-ը եւ 18-ը տրանզիտային Լուսինը կանցնի Կարիճի նշանը, որը նույնպես կառավարում է Մարսի կողմից եւ կակտիվացնի 8-րդ տան թեմաները, հնարավոր է անսպասելի ֆինանսական ծախսեր կամ նաեւ սուր խոսակցություններ։ Դրական, ուրեմն ելքը աշխատանքային հարցերում, չնայած 6-րդ տան աշխատանք եւ 8-րդ տան ճգնաժամ ակտիվությունը ձեր համար, բայց կա նաեւ շատ հզոր երկ։ Պլուտոնի աջակցությունը, տրին ասպեկտը, Մարսի եւ Պլուտոնի միջեւ եղած ճշգրիտ տրինը ցույց է տալիս, որ խոհերը կկարողանան ցանկացած աշխատանքային ճնշում կամ բարդ խնդիրներ շրջել հօգուտ իրենց։ Եթե դուք չտրվեք էմոցիաներին, ապա ճգնաժամը կդառնա հիանալի հնարավորություն աշխատավայրում եւ ձեր դիրքերը ամրապնդելու կամ նախագծերը ավարտին հասցնելու համար։ Եթե նայում ենք Յուպիտերին, ապա Յուպիտերի ազդեցությունը գտնվում է 9-րդ տանը։ Որոշումներ կայացնելիս խոհերին կօգնի սառնասրտությունը եւ հեռատեսությունը։ Ղեկավարության կամ հեղինակավոր մարդկանց կողմից անսպասելի հովանավորչություն կարող եք ստանալ կամ ճիշտ խորհուրդ, ինչը կթեթևացնի ձեր գործերը։ Տեսնենք ձեր ֆինանսականի հետ կապված կարտերը
Ոյ կներեք քարտեզը ինչ է ասում, մոլորակները։ Ուրեմն ֆինանսական պատկերը այսպես է, խոշոր ծախսեր, պարտավորվածություն, սա կապված է 8-րդ տան հետ, ուրիշների գումարներ, վարկեր, հարկեր, պարտքեր։ Հուշում եմ, որ օգոստոսի ֆինանսական հարցերը կպահանջեն լուրջ ուշադրություն, հնարավոր են խոշոր անսպասելի ծախսեր կապված տան, կենցաղի կամ առողջության հետ։ Խորհուրդ է տրվում ամսվա առաջին կեսին խուսափել նոր վարկեր վերցնելու կամ պարտքով գումար տալուց, քանի որ Մարսի քառակուսի ասպեկտը կարող է խնդիրներ ստեղծել փողը վերադարձնելու վրա։ Եթե նայում ենք եկամուտների աճ աշխատանքի միջոցով, ապա 6-րդ եւ 9-րդ տները, չնայած ձեր ծախսերին, Յուպիտերը մեծ հաջողության մոլորակը եւ Արեգակը գտնվում են ձեր 9-րդ տանը եւ բարերը ասպեկտ են կազմում 6-րդ տան աշխատանքի հետ։ Սա նշանակում է, որ դուք կստանաք լավ վարձատրություն եւ ձեր հավելյալ կամ ծանր աշխատանքի դիմաց, այսինքն կգնահատվի ձեր աշխատանքը։ Հատկապես հաջողակ կլինեն այն խոհերը, ովքեր աշխատում են օտարերկրյա ընկերությունների հետ, զբաղվում են առևտրով, կրթությամբ կամ իրավաբանությամբ։ Մեծ գործարքների համար կա հնարավորություն, սա Պլուտոնի տրինն է, Մարսի եւ Պլուտոնի ճշգրիտ ուրեմն եռանկյունին բացում է հզոր էներգետիկ հոսք։ Սա ցույց է տալիս, որ ռիսկային կամ ճգնաժամային իրավիճակներից խոհերը կարող են մեծ ֆինանսական օգուտով դուրս գալ։ Հնարավոր է հաջողությամբ փակվի որևէ հին պարտք կամ լուծվի ապահովագրության, ժառանգության, անշարժ զույգի հետ կապված ցկցկվող հարցերը։ Խոհերի մոտ ուրեմն օգոստոսին գումարը ինչպես արագ գալու է, այնպես էլ արագ ծախսվելու է, բայց Պլուտոնի շնորհիվ նրանք կկարողանան պահել ֆինանսական հաշվեկշիռը։ Նայենք ձեր անձնական հարաբերությունները, ինչպիսին կլինի։ Տեսնենք ոնց են դասավորված ձեր մոլորակները։ Կլինի հուզական եւ լարվածության բախումներ։ Սա է խոսում Մարս-Վեներայի քառակուսին։ Մարսը կազմում է ճշգրիտ քառակուսի ասպեկտ Վեներայի եւ Լուսնի հետ։ Վեներան պատասխանատու է սիրո, իսկ Լուսինը հույզերի եւ ընտանիքի համար։ Սա նշանակում է, որ օգոստոսի սկզբին խոհերի հարաբերություններում սպասվում է փոթորիկ, հնարավոր է փոխադարձ կասկածներ, խանդի տեսարաններ, հին վիրավորանքների հիշեցում կամ դժգոհություն զուգընկերոջ կողմից։ Խոհերին կթվա, թե իրենց չեն հասկանում կամ չափից ավելի են քննադատում, քանի որ Վեներան գտնվելու է կույսում։ Շատ այսպես մանրախնդիր բաներ կարող են առաջ գալ։ Եվ գաղտնիքներ, թաքնված ուրեմն զգացմունքներ 8-րդ տան հետ կապված, Մարսի դիրքը 8-րդ տանը հուշում է, որ հարաբերություններում կամ կա թաքնված կրքերի կամ գաղտնիքների որոշակի ֆոն։ Ամուսնացած կամ երկարատև հարաբերությունների մեջ գտնվող խոհերի մոտ լարվածությունը կարող է կապված լինել ընդհանուր բյուջեի կամ ֆինանսների շուրջ տարաձայնությունների եւ անհամաձայնությունների հետ։ Բայց կլինի ազատության ձգտում, որովհետև Պլուտոնի տրինը ջրհոսից, Մարսի բարերար ուրեմն տրինը Պլուտոնին, որը գտնվում է ջրհոս նշանում, խոհերին կտա մեծ անկախություն։ Եթե հարաբերությունները վաղուց ճգնաժամի մեջ են եւ սպառել են իրենց, ապա օգոստոսին շատ խոհեր կունենան բավարար վճռականություն դրանց վերջակետ դնելու եւ իրենց ազատագրված զգալու համար, իսկ առողջ միությունների համար այս ասպեկտը կօգնի, ուրեմն ճգնաժամն անցնելուց հետո հարաբերությունները բարձրացնել որակական նորավերի խորը մակարդակի վրա։ Տեսնենք առողջությունը ձեր։ Տեսեք, 2026 թվականի օգոստոսին առանձնակի ուշադրություն է հարկավոր հատկացնել առողջությանը, որտեղ կարող է լինել գերհոգնածության եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, սա մեզ հուշում է ձեր 6-րդ եւ 8-րդ տան, ուրեմն տեղադրված մոլորակները, հա, խոհերի նշանը, քանի որ գտնվում է 6-րդ տանը, առողջություն, հիվանդություններ, իսկ նրանց կառավարիչը Մարսը 8-րդ տանը, ճգնաժամեր եւ սուր վիճակներ։ Սա ցույց է տալիս, որ աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությունը կարող է բերել իմունիտետի անկմանը եւ էներգիայի սպառմանը։
Մարսի երկվորյակներում է, ինչը պատասխանատու է նյարդային համակարգի շնչառական օրգանների համար։ Խոյերը կարող են բախվել անքնության, տագնապայնության կամ նյարդային գերհոգնածության հետ։ Եվ քանի որ երկվորյակը օդի նշան է, ապա խորհուրդ է տրվում ձեր զույգ օրգաններին նաև ուշադրություն դարձնել, երիկամ, աչքեր, թոքեր եւ ուշադրություն դարձնել մի խոսքով ձեր շնչառությանը, կոկորդին։ Սուր գործիքների հետ պետք է ազգուշ վարվեք, քանի որ լուսին ու վեներան կույս նշանում են, խոյերի մոտ կարող է զգացվել մարսողական համակարգի, ստամոքսի կամ աղիների զգայություն։ Զգուշանում ենք թունավորումներից։ Բայց պլուտոնը ձեզ տալիս է վերականգնման ուժ, ուրեմն օրգանիզմը ունենալու է հսկայական վերականգնողական ռեգեներացիայի էներգիա, որը ձեր օրգանիզմից կարող է դուրս մղել հիվանդությունը կամ թունավոր տոքսին նյութերը։ Այսպիսին էր ձեր համար հարգելի խոյեր, ըստ իմ կազմած հորար քարտեզով ձեր օգոստոս ամիսը, տեսեք կոնֆլիկտային իրավիճակները կազմում են քառակուսիները, լուսինը գտնվում է ուրեմն 11-րդ տանը Վեներայի հետ եւ այստեղ կան նաեւ ռետրոգրադ դիրքեր։ Ուշադիր ենք լինում, որովհետեւ հորար քարտեզը պատասխանում է անսպասելի 100 չէ 1000% ճշգրտությամբ։